Պայթունից մոտորապես մի 10 րոպե առաջ էի հասել այդտեղ, մարդիկ լցնում էին բենզինը եւ վերևից, եւ ներքևից, խոտից արդեն շունչս կտրվում էր, վիրավորներ, վարվող մարդիկ, մահացած մարդիկ արդեն քայլելու կամ ինչ-որ բան տանելու հնարավորություն չեն ունեցել։ Տղան անհայտ կորել է, չեն համաձայնվել դուրս գալու, հետ դարձավ Ստեփանակերտի շատ ու շատ թաղամասեր լցված էին թուրքերով, մոտ 2000-ից ավել վերջին բնակիչներն էին Արցախի։ Ադրբեջանական անցակետում չթողեցին, որպեսզի հետ մտնեմ, մինչև հիմա գտնվում եմ Բաքվի բանկերում։ Բենզինի պայթյունի ժամանակ ես նույնպես եղել եմ այնտեղ։ Պայթյունից մոտորապես մի 10 րոպե առաջ էի հասել այդտեղ, հենց այն նկուղում, որտեղ տեղակայված էին դիզվառելիքի բենզինի տարաները, մարդ կար վատացած։ Մտել էի այդ մարդուն հանելու, շաթափված հանեցինք։ Մարդիկ լցնում էին բենզինը եւ վերևից, եւ ներքևից, ու այդ ընթացքում նաեւ նկուղի մեջ ահագին բենզին էր թափվել գետնին, ու այդ հոտից ներս մտող մարդիկ վատացել էին։ Դուրս գալու ժամանակ սկսեցի բարձր ասել, որ խնդրում եմ ներս մի մտեք, ներսի հոտը շատ ծանր է, հոտից արդեն շունչս կտրվում էր, մի քիչ հեռացա, որպեսզի կարողանամ շունչ քաշել, մաքուր շնչեմ, ու այդ ընթացքում պայթեց։ Տեղ ունեցավ առաջին, հետո երկրորդ պայթյունը։ Վիրավորներ, վարվող մարդիկ, մահացած մարդիկ արդեն, ամենավատն էլ եղել այն, որ ինչպես խուճապ եղել է ամեն տեղ, եղել է խուճապ միջև պայթյունը նաև այդտեղ, ճանապարհները լրիվությամբ մեքենաներով, որ եկել են, ճանապարհները լրիվությամբ փակված էր, ու ոչ մի վիրավորի, ոչ մի վառված մարդու հնարավոր չէր, որպեսզի մեքենայով կարողանայինք դուրս տանեինք։ Մոտ 2 կիլոմետրի չափ վիրավորին կամ վառված մարդուն Իվանյան Ստեփանակերտ ճանապարհը միջև հանում էինք, որպեսզի այդտեղից կարողանան տանել։ Բացի այդ քանի որ բոլոր հիմնական այդ վառվող դժվող մարդկանց մի մասն էլ եղել են վարորդներ, որոնք մեքենան փակել էին ու նոր գնացել պահեստի մոտ, արդեն իրենց մեքենաները հնարավոր չէր տեղաշարժել, ու մոտ 20-30 երիտասարդներ փորձում էին քաշելով մեքենաները աջ ու ձախ տանել, որպեսզի կարողանան ճանապարհը բացել, որպեսզի արդեն հնարավոր լինի հանել։ Այդ ընթացքում մի մասը վառվող մարդկանց էին խանում, մի մասը մեքենաներն էին տեղափոխում։ Հիշում եմ, հենց մեքենաներ բրդելու ժամանակ փոքր եղբայրս Ստեփանակերտից վազելով միջև պահեստ եկել էր, որ գիտեր, որ ես էլ այդտեղ էի։ Արդեն ճանապարհը, այսպես ասած, բացելուց ու փրկարների գալուց հետո դուրս եկա այդտեղից, որովհետև գիտեի, որ Ստեփանակերտում վառված մարդու համար բուժող դեղեր կարելի ասած չեն լինելու, այդ քանակի, ինչքան էլ լիներ, այդ քանակի դեպքում հնարավոր չէր։ Չգիտես ինչպես պատահմամբ թե ոնց վերջ Ընկարմիր Խաչի մեքենան, որ Աղդամով մտել էր Ստեփանակերտ Ռուսաստանից, այդ մեքենայի մեջ նաև կային որոշակի դեղամիջոցներ, մի քանի արկղ, դրանց մեջ 3 փոքր արկղ վառվածի դեղ կար։ Ես ինքս մի 10 տարի առաջ մի անգամ վառվել էի ու այդ դեղն էի օգտագործել, որը փրկել էր, ցավը մեղմացնում էր, միանգամից հիշելով այդ գնացի, որպեսզի պահեստներից այդ դեղը տեղափոխենք հիվանդանոց։ Նաև այդ էվակուացիայի ճանապարհն էլ անցնում էր հենց հիվանդանոցի կողքով, հիվանդանոցին մոտենալը համարյա թե անհնարին էր։ Զոռով կարողացանք հասանք հիվանդանոց, այդ 3 արկղ դեղը տվեցինք բժիշկներին, ու 3 արկղը երևի մի 5 րոպեվա ընթացքում վերջացավ, մինչև մեր հասցնելը հիվանդանոցից դուրս գալը։ Որովհետև ահավոր շատ վառված մարդիկ կային ու տարբեր աստիճանի վնասվածքներով, ու անհրաժեշտ ընդհանրապես դեղամիջոց չկար այդ քանակը, որպեսզի կարողանային եւ ցավազրկեին, եւ բուժում նաեւ նշանակեին։
ու նաև Ստեփանակերտի հիվանդանոցը չուներ նաև այդքան բժիշկներ, որ կարողանային բոլորին հասցնեին, նամանավանդ արդեն վերջին օրերն էին եւ նաև բժիշկների մի մասը դուրս էր եկել, նաև վիրավորներ տեղափոխելու պատճառով ու արդեն շատ քիչ բժիշկներով, շատ քիչ աշխատողներով կատարեցին անհնարինը։ Նաև պատերազմի ժամանակ շատ եմ ականատես եղել եւ զոհված մարդկանց եւ մեր կողքը, մեր ձեռքերից մեջ նույնիսկ շատ են մարդիկ մահացել, բայց այդ դիզվառելիքի պայթունի օրը եղել է իմ կյանքի այսպես ասած դժվար օրերից մեկը։ Ամենաշատը բժիշկներն են, որ կարողացել են այդ իրավիճակից ինչ-որ հնարավոր ելք գտնել ու ամենամեծ բեռը եղել է նրանց։ Տարհանումը սկսելու ժամանակ նախարարության մի քանի աշխատակիցներով փորձում էինք բոլոր այն տներում, որտեղ որ կայի միայնակ ծերեր, հաշմանդամներ, այդ ցուցակը ունեինք ձեռքներիս տակ, ու նաև մեր նախարարի Առաքելյան Վահրամի հետ միասին հերթով տնից տուն էինք այցելում բոլոր այդ մարդկանց, ովքեր որ ունեն օգնության կարիք, որոնք իրենց ուժերով հնարավոր չէր որ հասնեին հրապարակ, այդ մարդկանց տեղափոխում էինք հրապարակ, որպեսզի հավաքենք միտեղ ու կարողանանք կազմակերպել նաև իրենց տեղափոխումը։ Այդ մարդկանցից շատերը միայնակ ապրելով հանդերձ եղել են նաև անկողնային վիճակում, քայլելու կամ ինչ-որ բան տանելու հնարավորություն չեն ունեցել։ Ամենացավալին ընտանիքներից մեկը եղել էր այն, որ մտել էինք որպեսզի հանենք, գնացել ենք տանը կար երկու հոգի էին մնացել տանը, թոշակառու տարիքի մի կին ու իր տղան, հարցրեցի, ասեց ընտանիքի բոլոր անդամներին տեղափոխել ենք արդեն, ուղարկել եմ, ես մնացել եմ, հիմա մեքենա կամ հնարավորություն չկա իր մորը տեղափոխի հրապարակ, այդպես խոսակցության ընթացքում նաև պարզեցի, որ ինչու ինքը իրենք չեն գնացել մնացածի հետ, պարզվեց, որ տղան անհայտ կորել է, եղել է սպա ծառայության ընթացքում ու սպասում էր, որ միգուցե ինչ-որ մի լուր կունենա տղայից, ու խոսակցության ընթացքում նաև պարզեցի, որ այդ տղան հետս ծառայող տղաներից մեկն էր, ով 20 թվականին չափից դուրս ծանր վիրավորվել էր, այն ժամանակ դիպուկահարի փամփուշտը կպել էր նրա կոկորդին և մի քանի կիլոմետր ինքը իր կոկորդը բռնած կարողացել էր ոտքով դուրս գա, մինչև որ մեքենա էր պատահել ու հասցրել հոսպիտալ, մինչև հիմա անհայտ կորած է։ Այն մարդիկ, ովքեր որ հիմա մնացել են Արցախում կամ նաև մարդիկ, որ հետո են դուրս եկել, իրականում համարյա թե բոլորի հետ ես էլ եմ հանդիպել, ինձանից բացի նաև իրենց հետ այլ մարդիկ են հանդիպել, ներքին գործերի նախարարը բոլորի հետ անձամբ հանդիպել, Ավանեսյան Էլեոնորանը բոլորի հետ հանդիպել, այդ մարդկանցից որոշները չեն համաձայնվել դուրս գալու, համարյա բոլորն էլ ինչ-որ խնդիրներ ունեցող մարդիկ են եղել, նաև եղել են մարդիկ, որոնք խոսալու ընթացքում կարողացել են հաջողել ու տեղափոխում կազմակերպել, մի մասը չէր էլ գիտակցում ինչ է անում կամ իրեն ինչ է սպասվում, ամեն մարդ ունի իր ցանկությունը, ինքն է որոշում իր ճակատագիրը, քիչ չեն եղել դեպքերը, որ ճանապարհին մարդիկ են մահացել ինչ-ինչ խնդիրներով ու միշտ ինչ-որ մարդու, եթե ասես ստիպես տեղափոխելու ճանապարհին ինչ-որ մի խնդիր առաջանա, դու ինքդ քեզ երբեք չես կարող ներել, 50-ից ավելի մարդիկ հենց ճանապարհին են մահացել, եւ վթարներից, եւ հիվանդությունից, եւ վախից, տատիկս
անկողնային վիճակում էր գտնվում եւ սպասել ենք այնքան, որ ճանապարհները մի քիչ թեթևանան, որպեսզի կարողանանք արագ դուրս գալ, ճանապարհը երկար չտևեր, բայց դա այնուամենայնիվ 1 օր համարյա տևել է ճանապարհը, մինչև իմ ընտանիքը կարողանար դուրս գալ, իրենց բերեցի մինչև Լիսագոր մեր սեփական մեքենայով, հետո Լիսագորից մեքենան հանձնեցի փոքր եղբորս, ով համարյա թե մեքենա քշել չգիտեր, եւ ես հետ եկող մեքենայով Ստեփանակերտ գնացող ավտոբուսներից մեկով հետ դարձա Ստեփանակերտ, շարունակեցինք մինչ այդ սկսած աշխատանքը, այդ ժամանակ արդեն Ստեփանակերտի շատ ու շատ թաղամասեր լցված էին թուրքերով եւ բացի նրանից, որ Պաշտպանության բանակի շենքում, ԱԱԾ-ի շենքում, ոստիկանության շենքում, Ցորի զորամասի տարածքում, բացի դրանից նաեւ արդեն թաղամասերում կային։ Այդ օրերին, որ տարբեր ծայրամասային թաղամասեր գնում էինք, շատ ենք հանդիպել իրենց, շատ դեպքերում իրենց ոստիկանական կամ բանակի մեքենաների կողքով ենք անցել, որպեսզի կարողանանք հասնենք մարդկանց տեղափոխենք։ Իրենք փորձում էին մոտիկանալ, զրույցի բռնվել այն մարդկանց հետ, ովքեր որ զգացվում էր, որ կարող են մնալ նույն այդ մարդկանց հետ, ովքեր մնացել են, մեր հանդիպելուց առաջ նաև ադրբեջանցիներ էին հանդիպել իրենց հետ, խոսել, ես իմ ինչ բաներ խոսք տվել ու նաև այդ մարդկանց մի մասը նաև ինչ որ բանով խաբվելով է մնացել, այսպես ասած, Ստեփանակերտում, որովհետև մեզանից առաջ ադրբեջանցիներն էին գնացել ու ինքն էլ ոչ թե 1-2 հոգի, այլ շատ։ Վերջին օրերին արդեն իրենց ազգային անվտանգության աշխատողները միջև կառավարության շենքի հենց կողքն էին անմիջապես գալիս, նաև տեսնելու թե ինչ է կատարվում եւ այլն։ Միայնակ մարդկանց բերեցինք հրապարակում արդեն մոտ 2000-ից ավել վերջին բնակիչներն էին Արցախի, որ հավաքվել էին, ով ոնց կարողացել հասել էր։ Ամբողջ օրը այդ մարդիկ մնացել էին արևի տակ, հրապարակում ու նաև այն մարդկանց, որ ես էի տեղափոխել, շատերը քայլել նաև չէին կարողանում։ Տիկին Ավանեսյանին ասացի միգուցե միջև ավտոբուսների գալը ես տեղափոխեմ մի մասին Գորիս, նորից հետ դառնամ, այն մարդկանց, ովքեր որ քայլելու եւ տարական իրենց պահանջմունքները կատարելու հնարավորություն չունեն։ Ամենածանր վիճակում գտնվող մարդկանց բոլորին նստեցրինք ավտոբուս ու առաջին անգամ, որ ավտոբուսով եկա Գորիս, այդ օրն էր, եկանք Գորիս, ճանապարհ դրությամբ արդեն ազատ էր, ճանապարհներին ոչ մի մեքենա չհանդիպեցինք, ոչ մի մարդ արդեն չկար ճանապարհին։ Եկանք Գորիս, ընդունման կետում բերած քաղաքացիներին բոլորին իջեցրեցինք, 20 հոգի մոտավոր այդ առաջի անգամ։ Ու նորից հետ գնացի դեպի Ստեփանակերտ։ Երևի ամսի 30-ը, եթե չեմ սխալվում։ Ճանապարհին 10 ժամից ավել ադրբեջանական անցակետում չթողեցին, որպեսզի հետ մտնեմ։ Ասացի, որ մտնում եմ մարդկանց հետ բերեմ, ասացին, որ արդեն հրաման չկա, որ թույլատրենք մեքենա մտնելու։ Ու ամբողջ օրը այդտեղ մնալուց հետո երեկոյան հետ եկա նորից Հայաստանի տարածք։ Այդ ամբողջ ընթացքում այն որ անց եմ կացել այդտեղ, զգացել եմ մի քանի բան։ Առաջինը, որ իրենց զինծառայողներին, հիմնականում սպայական կազմը ցույց էր ստացել, որ ամեն ինչ անեն, որպեսզի Արցախի ժողովուրդը հեշտ դուրս գա ճանապարհին, այսպես ասած, խոչընդոտ չստեղծեն, ամեն ինչ անեն, որպեսզի ժողովուրդը դուրս գա։ Բայց այն մնացածը, ովքեր որ նաև այն պայմանագրային իրենց զինվորները, շարքային կազմի զինվորները, ովքեր որ նաև այդ պրոֆեսիոնալիզմը չունեին, որ ինչ որ բան կարողանան որ թաքցնեն, զգացվում էր նրանց այն ատելությունը, որ զգում են մեր հանդեպ, այն
ամեն պահի ինչ որ մի վատություն անելու պահը, որ պահը եթե ստացվեր, որ կարողանային ինչ որ մի վատ բան անել, անպայման կանեին։ Այն ամբողջ ընթացքում բռի կերպով ինչ որ բան էին ստուգում եւ այլն։ Նաեւ վերադառնալուց մի քանի լավաշ էի առել, որպեսզի տեղափոխեմ Ստեփանակերտ, ու նաեւ չէին էլ ուզում թողեին, որ այդ լավաշը տանեին։ Տանում էի, որ մարդիկ, որ այդ պահին Ստեփանակերտում էին, հաց ուտեին, չէ որ բացի այն մարդկանց, ովքեր որ տեղափոխելու էի հետ, նաեւ այդ մարդիկ սոված էին, բացի նաեւ կային նաեւ մարդիկ, ովքեր որ գիտեի, որ մեր դուրս գալուց հետո դեռևս մնալու են Արցախ։ Այսինքն մի քանի օր ուշ պիտի դուրս գային կամ վերջում ինչպես հետո պարզվեց, մի մասի նաեւ բռնեցին, ձերբակալեցին ու մինչև հիմա գտնվում են Բաքվի բանտերում։ Դա Արցախի ղեկավարությունն էր։ Շատ դեպքերում ոչ թե ինչ որ բան էին բացատրում, այլ պրոստը ասում են չէ։ Դրա ամենավատ դրսևորումները եղավ հենց արդեն ամենավերջին անգամ, որ գալիս էի ճանապարհին, արդեն այդ իրենց անցակետերի թիվը շատ էին շատացրել, եթե միջև այդ Հագարիում էին միայն կաղնած կամ Շուշիի տակն էին կաղնած, Ստեփանակերտից դուրս գալուց հենց Պիտաչոկից սկսած հրապարակի 4 բոլորը եղել են ադրբեջանցի զինվորներ, դրանից արդեն դուրս գալուց հետո քաղաքի եւ փողոցներում էին, անցակետ էր դրված եղբայրական գերեզմանոցի տակը, ռազմական տեխնիկայով, անցակետ էր դրված Մարզի կամուրջին, անցակետ էր դրված Շուշիի տակը եւ Հագարի։ Ամեն անցակետում կաղնեցրել են, ամեն անցակետում մի քանի ժամ պահել են մեզ, ամեն անցակետում մեքենան լրիվությամբ քրքրել են, այն մարդիկ, որոնք նստած էին, բոլորի այսպես ասած շորերն են փափել, միջև չգիտես ինչ են մանեկել, ու այդ ամեն ինչը ատելությամբ, ուղեկցելով հայհոյանքներով, գոռոցներով եւ այլն, ամեն անգամ նաև իրենց ասել են, որ ձեր նախորդ անցակետում այդ ամեն ինչը արել են, բայց նորից նույնը շարունակվել է այդտեղ։ Մարզի կամրջին այդ ընթացքում եղել են տարբեր ստորաբաժանման ներկայացուցիչներ, այսինքն եւ ոստիկանության, եւ ազգային անվտանգության իրենց, եւ բանակի, ու ամեն մեկը ինքը իր պահով ինչ որ բաներ փորձում ցույց տալ։ Ու այդ ընթացքում մեր դուրս գալու ժամանակ նաև մի ուրիշ մեքենա էր դուրս գալիս, մեր ազգային ժողովի 2 պատգամավորներն էին կին, ես շուտ էի դուրս եկել, եւ մի ժամ ու կես շուտ էի իրենցից դուրս եկել, իրենք եկան ու ինձ տեսան, որ դեռ Մարզի կամուրջին եմ, զարմացան, փորձեցին նաև իրենք խոսքի բռնվել, որպեսզի մեզ բաց թողեն, բայց այդպես մեզ 2 մեքենաներով թողեցին այդտեղ, հետո որոշակի ժամանակ անց թողեցին ես ավտոբուսով դուրս եկա, բայց մյուս մեքենան մնաց։ Հետո նույնը շարունակվեց Շուշիում, Շուշիի մատույցներում լրիվությամբ եղել են դիմակավորված, Ստեփանակերտից դուրս գալուց մի մասն են եղել դիմակավորված, մի մաս չէ, ու հենց Շուշիի տակը, որ կաղնեցրել ու մեքենան էին ստուգում, այսպես ասած ցարքանում եւ այլն, խոսում էին ադրբեջաներեն, ու իրենց հետ ռուսերեն խոսելու արդյունքում հասկանում եմ, որ իրենք հասկանում են, բայց չեն ուզում ռուսերեն պատասխանել, այլ ուղղակի խոսում են, գոռգոռում են ադրբեջաներեն, փորձելով, որ իբրև մենք պիտի հասկանանք իրենց, կամ վախեցնել ավելի շուտ։ Շուշիում էլի 1 ժամ կամ ավել մնալուց հետո նոր երկրորդ մեքենան մեր հասավ, ու այդտեղ նորից մի քանի ժամ հետո մեզ բաց թողեցին, երկրորդ մեքենա թողեցին էլի իրենց մոտ։ Նաև միջև այդ մեր քաղաքական ղեկավարների բռնելու ամեն ինչը իմանալու ժամահով մտածում եմ, որ կարող է նաև նրանց եւս փորձեն ինչ որ վնաս տալ կամ ձերբակալել, ու ամեն անգամ հաջորդ ռուսական անցակետին անցնելով կաղնում էի ռուսներին խնդրում, որպեսզի հետ զանգեն, իրենք այդտեղ անցակետ ունեին,
Շուշիի տակը, որպեսզի ինչ-որ ինֆորմացիա իմանամ, ու միշտ պատասխանը լինում էր, որ դեռ էստեղ են։ Լիսագորի անցակետում կաղնած ժամանակ մի շարասյուն եկավ, շարասյան սկզբին ինչ-որ ոնց որ գնդապետ Ադրբեջանի ԱԱՑ-ի ու լրիվ լրագրողներ էին միջազգային։ Հենց մեզ տեսան, փորձեցին կաղնել, հարցազրույց վերցնել եւ այլն։ Ամեն ինչ արեցի, որպեսզի այդտեղից շատ շուտ դուրս գանք, այն պատճառով, որ լրագրողները շուտ հասնեն Շուշի ու երկրորդ մեքենան կարողանա դուրս գալ այդտեղից։ Ու բարեբախտաբար քիչ հետո արդեն, չգիտեմ, այն լուրը իմանալով, որ լրագրողներ են գնում այդտեղ միջազգային թե ոնց, իրենց եւս բաց թողեցին ու արդեն Հագարին հասնելու ժամանակ եկան ու անցան մեզ։ Ամեն ինչը, որ ականատես եմ եղել ճանապարհին, միշտ նաեւ ռուս ինձ առայողներ են եղել այդ ամեն ընթացքում ու ոչինչ չեն ձեռնարկել, այսինքն ոչնչով չեն փորձել խանգարել, որ այն վատ իրավիճակը, որի մեջ մեզ դնում էին ադրբեջանցիները, այդ իրավիճակը ինչ որ ձևով հարթեն ու մենք անցնենք։ Վերջին անգամ երբ հասա Ստեփանակերտ, հրապարակում 4 հատ բետեր էր կաղնած ռուսական ու իրենք այնքան որ կաղնել էին այդտեղ, որ այդ ընթացքում թույլ չտան, որ ադրբեջանցիները մոտիկանան մեր ժողովրդին, որ կառավարության շենքում էին հատ սպարվել, բայց այդքանով ուրիշ ոչ մի բան։ Այսինքն ոչ նույն այդ մարդիկ, որ արդեն այդտեղ էին առանց սննդի, առանց ջրի, առանց ոչ մի բանի, այդ այնպես չի, որ ապահովել են դրանով կամ ինչ որ բանով օգնել են, այնքան որ իրենք մնացել են այդտեղ, բայց կային նաև ռուս ինձառայողներ, ովքեր որ օգնել են։ Վերջին տարհանումից հետո էլի ծանր վիճակում մարդիկ էին բերել հիվանդանոց, անկողնային վիճակում ու ռուս խաղապահներից 2 բժիշկ էին մնացել հիվանդանոցում, իրենք օրինակ օգնում էին։ Վերջին անգամ հոկտեմբերի 1-ին։ Ստեփանակերտը առանց հայի էր, առանց մարդկանց, ովքեր որ ստեղծել էին, զարգացրել էին։ Ու Ստեփանակերտ է հենց առաջինը ստեփանակերտցիներով։ Ստեփանակերտում մենակ թափառում էին անտուն, անտեր մնացած շները, կենդանիներ եւ ճանապարհների մնացած բենզինի տարաներ, որտեղով որ անցնում էր բենզինի տարաներ էր, ընկերներից մեկի տունն եմ մտել, ով խնդրել էր, որ տունն են թողել զոհված մարդու, զոհված ընկերոջ նկարներն ու պատվոգրերը։ Վերջին անգամ մենակ մտել եմ իրենց տուն այդ թղթերը վերցնելու, հետ բերելու համար։ Մեր տուն ցավոք սրտի չեմ կարողացել մտնել, որտեվ ուզում էի, որպեսզի րոպե առաջ հասնեմ ու կարողանանք, որպեսզի այդ օրվա մեջ վերադառնայինք, որտեղ նախորդ օրը արդեն տեսել էի, որ միջև այդ, որ Հագարին, այսպես ասած, աշխատում էր շուրջօրյա, որ դուրս գային, դրանից առաջ արդեն ադրբեջանցիները զգուշացրել են, որ ժամ 6-ից հետո Հագարին փակվելու է։ Այսինքն, եթե 6:05 րոպե հասնեինք Հագարի, պիտի ամբողջ գիշեր սպասեինք նոր առավոտյան, որպեսզի կարողանայինք անցնել։ Դրա համար շտապում էինք ամեն րոպե, որպեսզի կարողանայինք ժողովրդին մեկ գիշեր ավել ադրբեջանցիների մոտ քնելու կամ մնալու այդ պահից կարողանայինք հանեինք։ Վերջին արցախցիներին, այսպես ասած, հանել եմ ես, բայց մեր հանելուց հետո Արցախում դեռևս շարունակել են մնալ մարդիկ, ովքեր որ աշխատել են եւ Բայթունի վայրում, դա փրկար ծառայողներն էին, եւ Արցախի ղեկավարության մի որոշ մարդիկ, ովքեր դեռևս գտնվում էին այդտեղ ու դուրս են եկել ինձնից ու հետո։ Նույն ամեն ինչը, ինչ որ այն 100,000 արցախցիների մոտ է եղել։
Այսինքն նույն զգացողությունը, որ կորցնում ենք հող, հայրենիք, կորցնում ենք մեր հարազատների շիրիմներին այցելելու մեր հնարավորությունը, բայց հույս, որ հնարավոր է կենդանի մնան, իրենց հարազատներին փրկեն։ Ստեփանակերտում տուն ունեինք, բայց ամեն շատը կարոտում եմ գյուղի տանը, այն տանը, որտեղ որ ծնվելու մեծացել եմ, կարոտում եմ այն աշխուժությանը, որը կար այնտեղ։ Գիտեք, նույնը թեկուզ որ համագյուղացիներով հավաքվում ենք այստեղ, կամ նույն մանկության ընկերներով այստեղ հավաքվում ենք, դա նույնը չէ, ինչ եղել էր Արցախում։ Ճիշտ է, բոլորը նույն մարդիկ են, բայց այդ ապրումները, այդ ամեն ինչը նույնը չէ, այստեղ այլ է։ Կարոտում եմ այն ինչը, որ կար Արցախում։